Ցավոք սրտի մեր բոլոր կանխատեսումները արդարացան, սկսվեց հարձակումը Իրանի վրա, Իսրայելի եւ Միացյալ Նահանգների կողմից, լայնածավալ հարձակում տարբեր քաղաքներում խոցվել են տարբեր ռազմական օբյեկտներ, փորձ է արվել գլխատել Իրանի ղեկավարությունը, առայժմ դա չի հաջողվել, արդեն մենակ մի վայրում 60 իրանական ուսանող է զոհվել, Իրանը հակահարված է հասցրել մի քանի երկրների, ամբողջ շրջանում բոլոր այն երկրներին, որտեղ կային ամերիկյան բազաներ, Բահրեյն, Կուվեյթ, Միացյալ Արաբական Էմիրատներ, Հորդանան, Սաուդյան Արաբիա եւ ուրիշ երկրներ։ Ընդգրկվել է նաեւ այս պատերազմի մեջ արդեն Եմենը, Իրաքից որոշ ուժեր, սա լայնածավալ ռեգիոնալ պատերազմ է։ Հարձակումներ են եղել նաեւ հակահարձակում Իրանը արդեն ձեռնարկել է Միացյալ Նահանգների ուժերի դեմ, նավատորմի դեմ, ավիակիրների դեմ, մահացել են ամերիկյան զինծառայողներ։ Սա հսկայական էսկալացիա է, որի նպատակն է փոխել Իրանի ռեժիմը։ Հիմնական հարցը թե որքան կդիմանա Իրանը, որքան կկարողանա Իրանը գոյատևել, հաշվի առնելով, որ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի ռեսուրսները իհարկե ահռելի են։ Եվ կլինի իհարկե քաղաքական հետևանքներ կլինեն, Տրամպը երևի իր կուսակցությունը չի վերընտրվի այլևս եւ իմպիչմենտի հնարավորություն կախված է գլխի վրա։ Լայնածավալ պատերազմ, արդեն հարյուրավոր զոհեր, Իրանի ղեկավարությունը խնդրում է մարդկանց լքել խոշոր քաղաքները, նշանակում է, որ կարող է լինել հազարավոր, տասնյակ հազարավոր, 100,000-ավոր փախստականներ, որոնք կարող են գալ Հայաստան եւ Ադրբեջան, եւ դուք տեսեք ինչ է անում այս անձը։ Մեր այսպես ասած ղեկավարությունը բերաշկի է ուտում, ավտոբուսում բերաշկի են ուտում ու խանութից խանութ ման են գալիս։ Ես ձեզ մի հատ հարց տամ. եթե դուք լինեիք արտասահմանյան երկրի ինչ-որ ղեկավար եւ դուք այս կադրերը տեսնեիք, թե այսպես ասած երկրի ղեկավարը ինչով է զբաղված, խելագարի պես ման են գալիս շենքից շենք ու բերաշկի է ուտում, դուք կհարգեիք այդ երկիրը, դուք հաշվի կնստեիք այդ երկրի հետ, դուք մեզ որպես հասարակություն, Հայաստան, հայ ազգ, դուք կհարգեիք մի հասարակություն, որը ընտրել է այսպիսի անձի։ Եվ հարց այն մարդկանց, ովքեր ընտրեցին սրանց։ Դուք գոհ եք ձեր ընտրությունով։ Դուք հետևանքները տեսնում եք։ Դուք տեսնում եք, որ հիմա կարող են լրջագույն հետևանքներ լինել Հայաստանի համար։ Փախստականներ, Ադրբեջանը կարող է սա օգտագործել, որպեսզի նորից բարձրացնել ադրբեջանցիների վերադարձի հարցը Հայաստանը, մանավանդ եթե լինեն փախստականներ։ Կարող է ինչ-որ ռազմական գործողություններ ձեռնարկել։ Փոխանակ զբաղվել դիվանագիտությամբ, ապահովել մեր անվտանգությունը, մշակել հնարավոր սցենարները, հետևանքները։ Տեսեք մենք ինչով ենք զբաղված։ Մենք բերաշկի ենք ուտում, երեկ էլ տեսակ մեր այդ ռոմանտիկ սերիալի շարունակությունը։ Բաց սառնարաններ, բաժանված սրտեր եւ այսպես այս ռեալիթի շոուն շարունակում է։